Պատեսի էդի գրելու բան չէր, չէ։ Խա ինչ անենք, մեր յոբը խփազնատի յոլա տանենք միզը։ Խա համի հելեմ հակա նիկոլական բաներ խոսամ ինչ։ Մեր одноклассники աշխատավարձեմ ստանամ, էտա չստանամ։ Համարդ մի հատ նորմալ գործ չունենար, թքեր դուս կր այդ одноклассники գործից։ Չմիացել է։ Բարև Փաշյան, բարև։ Լավ ես։ Հո լավ չես։ Բարև Փաշյան, էթալով խարաբ ես ելնում, գիտես։ Լուրջ ակսեմ։ Այն մալա խարաբ կեղիս, որ ասենք իմ ալ օրինակ բերեմ, ավտոմոր խարաբը կեղիկ տոնան էտա STO, խա, ավտոսարկելու կետ, էլի, տեղ սպասարկման։ Գնայենք ասեն էստրա մոտորնա, սրա չգիտեմ, գլուշից էլ նացակ, ստուպիչի պաչևնիկն է թափած, խոսք օրինակ։ Դու են մալ ես խարաբել է, պարը Փաշյան, քեզ որ տոնեն STO, ավտոտեղ սպասարկման կենտրոն, քեզ մի անգամից գետա, կղարգեն ուտիլոնոց, ուտիլավոր են, էլի։ Սրդի խոր կսկիծով եմ ես քանն ասում, պարը Փաշյան։ Որտև սյոտիկի, մենք одноклассникով, չնայած այսօր одноклассникից արդեն 6250 հոգի հեռացավ, չես իմանամ ինչ հիմար, պարը Փաշյան։ Այնն չէր մտե ստատուս գրե, որ մեր հաջորդ դիսկուրսը պետք է լինի հղիության անարատությունը, հետո վերսը չնջել է իր։ Հա? Շատ էլ չեմ կիսվե։ Թե իբրև Հիսուսի մայրը ինչպես է հղիացել առանց բնական գործողության։ Պարը Փաշյան, քու յոբան խփել է։ Խա։ Մենք ազգով գիտես ինչ ուր ենք խոսե։ Մեծագույն պոբլիտո։ Որ ես լինելով քո քննադատներից մեկը, այս Всемирной պաուտինայի մեջ։ Ես արդեն անկեղծ ակսեմ համաձայն եմ։ Այն մարդ ծվաձեղարա, լուրջ ակսեմ։ Այն շռած խալին քաշաբեր սենյակի կենտրոն քու երեխեքի մոր հետ նստի էշեշ փոդքաստ արա։ Հելի են քիպ տոպիկն խաքի, էտա 7 համարի ծննդկանի կրծքերան վեկալ հեծանիվ քշի։ Պարը Փաշյան, անչ կպարկաթողի գոսին հլասինք լավ ջանդամ, ռեյտինգն ընգել ա, ունքուզմա ցույց տա, որ смотрите, я тоже осетринай, խա? Ասինք լավ, մեր գիժնա, յոլա տանենք, կապավ կաթխի գոսին, հեսա կաթխի գոս կելնի, գավազան կողի սոր որ, մենք հել էտա տանենք, թալենք զիբրի վեդրոն։ Են չես կպե, աստվածաշնչյան Հիսուս կերպարին։ Դու էդ կոլիբրի սրպապիղց ես, ապարո Փաշյան։ Չես ամանչում։ Չնած, եսի մեր պարո Փաշյանին ու խաբար չես իմեն ինչա կրե։ Ասմա ամոթ են, որ մեր պարո Փաշյանին տենեմ, գեդինն ամտնեմ, բա։ Վաղոն էլ է հիաստավ է քեզնից։ Այսօր գիտես ինչ էր անեմ վաղոն, պարո Փաշյան։ Այն կողի սենյակներ, գործից եկել ենք, ձեներ եմ լսում, ինքիրան խոսում է էլի, Նիկոլ, սենց բաներ ասում։ Ասում եմ, վաղոն ինչ ես անում, վարչապետի հետ է զանգվ ես, մա չետնգսնում եմ։ Չի կարելի, պարո Փաշյան, որ վաղոն հիասթափել է քեզնից։ Դա արդեն լավ նշան չի։ Այն մարդ միշտ թեթև տարետա եվրոպական, ամերիկան երկրներ, շնորհավոր ինքո ծնունդը, սեր ծնունդ լներ։ Այն չես տենց ծաներ տանեմ։ Լավ ես, դրա համար չեմ լայվ մտե։ Քանի որ դու արդեն 2-3 օր Ղզղնած, չէ, իրա դեպքում ղզղնածը սխալ է, չէ վաղով։ Ղզղնում են տղամարդիկ։ Բայց մեր պարո Փաշյանի կրծքերը հաշվի առնելով, ինքը իր մոտ օրգանդի կատաղություն է, չէ այդ է։ Պարո Փաշյան, օրգանդի կատաղությունդ որ բռնել է այս 3 օրա։
Հելը կպել ես հոգևորականներին, հելը հիմել կպել ես ստատուս ես գրե Հիսուսի մոր հղիությունը։ Ես ուզում եմ խոսամ անարատության մասին այսօր։ Անարատության, որ դու ասում ես անարատություն, չգիտեմ, անձնական գաղտնիք, հա, այդպես ստատուսներ ես ցիտում։ Բայց կխոսամ որպես քո одноклассники admin, շատ երկար չեմ խոսա։ Պարոն Փաշյան, մոտ հարց տամ քեզ, էլի մեծագույն պաբլիտո, դու հիշողությունից ո՞նց ես։ Լավ ես։ Հո չես բողոքում, փոքրվաղ շոկոլադ կոնֆետի պակաս չես ունեցել, չէ։ Մի հատ նկարակ ուզեմ ցույց տամ, հետո հեսա կամերան ֆրծուցեմ։ Մի հատ նկար ցույց տամ, կարող է ճանաչ ես ովա։ Կանի ես հələ մի վարքան սիգարետի պաշկեն դնեմ հետև են, որ ժողովուրդն էլ դնան, էլի։ Նկար։ Հասարակ նկար։ Շատ եք ճանաչել։ Մի վարքան կամերանի մոտ կֆռա։ Ահա։ Էսյովա պարոն Փաշյան։ Հələ նայ, էլի։ Էս սիրուն աղջիկնովա։ Պարոն Փաշյան։ Մատ պլյուստիս դե ես։ Ֆրցնեմ մատել նայ։ Ասիգովա պարոն Փաշյան։ Էս ձելավոյ մադամն։ Աբրես։ Էսի քու երեխաների մայրն է, ճիշտ է։ Ճիշտ է։ Դու չես մտնում մարդկանց անձնական կյանք, հետո ստատուս ես գրում, որ մարդկանց անձնական կյանք մտնել չի կարելի։ Էդի գիտես ոնց, հա, քո գրած ստատուսի իմաստը։ Ներողություն նայողներից ոնց որ նայես մարդուն ասես հոպար ջան շատ ա գուզեմ ասեմ որ դու գյոթվերան մարդ ես բայց տարիքից տակաման չեմ էտա քո ասացի իմաստն էտա ջան չցար մի հատ էլ նայեմ այս նկար ցույց տամ էլի այս հրաշք նկարն ահա ես ձև բռնեմ որ չեմ տեսե էտա ճղած մայկով օճիլեն հանող ճտսնող ականջի կեղտի հետ խաղացող Հետո շփոթմունքով այդ նույն մատը քիթն ու բերանը կողող անուլիկին չեմ ճանաչում։ Չեմ իմանում իր անցյալը։ Ճոգես։ Ուրիշ հարցակ ուզեմ քեզ տամ։ Ես վստահ եմ դու նայում ես։ Էս աղջկա, էս հրաշք տիկնոջ։ Էս արգանդի կատաղությամբ տառապող տիկնոջ։ Հայրը ով է, պարոն Փաշյան։ Կբացատրես մեր հանրությանը։ Անուլիկի պապան վնա։ Այն մարդնձի հետ արքիր է։ Ես քո одноклассники admin եմ։ Ժողովուրդ կխարցնենք սեն մեր առաջի չքնաղ, մեր այդ մոքրոմոքուր, մեր այդ գրերի մեր այդ մոքրոմոքուր անուլիկի պապանով է, չեմ կարող պատասխանեմ։ Անունն ինչ է անուլիկի պապայի, պարոն Փաշյան։ Հələ քոնը գիտենք, ել չի վովա, ել չի եմ ասում։ Թաղեմ այդ նախքին թալանցիներին, այնքան պոստ են գրեմ, խառնվում եմ իրար։ Նախքին թալանցիներն ասում են, որ Էլցիբեյն եկել է հանգստանալու, էտա, այն բանի, ջերմուկի յաները, այն սովետի վաղթով էլի։ Ասմա մորդ ապրիխոդվալ, ու տենց էլի, դու առաջացել ես որպես խերախորոպ։ Լավ, անուլիկից անցնենք առաջ։ Պարոն Փաշյան, մեծ հաջորդ նկարը ցույց տամ էլի։ Շատ-շատերը այս մարդուն չեն ճանաչում։ Դու որ խոսում ես անարատությունից, կանե ոնց տեղադեմ, ախր այնքան սիրուն ալի նայա։ Հեսա կվրցնեմ սաղեք տենա։ Դու որ խոսում ես անարատությունից, կուսակրոնությունից, մաքուր ապրելակերպից, խա, ու էտա վերին գաղափարներից։ Մի հատ էլ վրցնեմ կամերան, էլի, ժողովրդի թույլտվությամբ։ Վրցի։ Պարոն Փաշյան, ասի վնա։ Հələ մա դուշադին, էլի։ Մեծագույն պաբլիտո։ Հիմա ցույց տամ մեր ժողովրդին այս հրաշք երիտասարդին, ոնց որ Դարտանյանի ձիու խեռն լինի։ Հիմա տնեմ, սենց տնեմ։ Տելևիզորով էս հայքյատն է կանչում հաղորդաշարը կսկսվի։ Շուշուտ խոսամ, էթամ նայեմ։ Պարոն Փաշյան ինքն ով է։ Այս նկարը ինձ նախքին թալանցիներից մեկն է ղրգե, ինքն Ռոբի Կոկոնո։
ասում եմ մի հատ կարաս դու ներքին սևյազով, WhatsApp-ով, ճշտես Պարոն Փաշյանից, օրինակ, այս մարդն ով է։ Ասում եմ, որ Պարոն Փաշյանը չիմանա, Պարոն Փաշյան երեխաների մայրը, չեմ ասում, կնիկ էդ, որտեղ Սաքսով կնիկը չի, հաստատ կիմանա, այն սիրուն աղջիկան, որ մի քիչ առաջ ցույց տվի, այն հրաշք կերպարը, արգանդի կատաղությամբ տառապող տիկինը։ Այս մարդն ով է, Պարոն Փաշյան։ Մաս ես խփեմ դոշիս էլի։ Ասի գով է։ Երբ որ դուք խոսաս անարատությունից, Պարոն Փաշյան, տվյալ երիտասարդը, նախկին երիտասարդը, ժամանակին կուսազրկել է քո երեխաների մորը, տեղյակ ես։ Էդի չգիտես ինչա։ Չէ, որ դից իմանամ։ Այն շատ շուտ ամառն եմ շամպես խաչացել։ Պարոն Փաշյան, կուսազրկել քո նման ղազու բադ դոմփել չի նշանակում։ Բնական ճարապարով պուպուլ կուսազրկել է քո երեխաների մորն։ Մի հատ էլ ցույց տա մեր ժողովրդու դեն։ Նայա Դարտանյանի ձին այսի։ Նայա։ Հələ ինչ էրոտիկ հայացք ունի, Պարոն Փաշյան։ Նայելը։ Այս թրաշի մոմենտն էլ, Պարոն Փաշյան։ Դենաս։ Անուլներն ա մի կատարե, որ դու մի մոմենտ թրաշ էիր պահում։ Իմ Սափրով Կապիտուլյան, իմ անկոտրելի Փաշյան։ Կասես սուտ է։ Այս մարդուն դու չես ճանաչում։ Իմ այլ բացատրեմ, որ մեր Պարոն Փաշյան խոսքն է։ Հիմի խմած մտեն նայում է, գիտես երևի։ Պարոն Փաշյան, կնգատ գմփցնողն ես ել է։ Երբ որ դու խոսում ես անարատությունից, կուսակրոնությունից, կուսակրոնության սկզբունքները պահպանելուց, վրացել ես որպես մեծանուն բոզի տղա կպել ես արդեն Հիսուս Քրիստոսին, ու այդ ստատուսը ջնջել ես, մեռանք ասելով, դեղերը որ խմես, վրից այն շիլի բաժակներով արաղ մի խմի, ռեակցիա կտա տեղից յոբդ խփացա։ Լավ, մի հատ ցույց տամ, թող մեր ժողովրդին տպավորվի այդ ժողովրդի հիշողության մեջ, թե ով է առաջինը իր արե Անուլիկին։ Խնդրեմ։ Բավականին արտառոց դեմքով, խորամանկ հայացքով, լեզվաբանականն ավարտած վստահ եմ։ Մեհրաշ կազնավորություն։ Խմի խարց, Պարոն Փաշյան, ով է գրողներից, որ ասում է վարդն բացված մի սիրե, վարդը կոկոն սիրե, որ գայի ծոցոն թարամի, չեմ հիշում, որ գրողն է գրե, այդպես մեր ստեղծագործություն, այն վաղտ, որ հելը երորդ դասան է, հիշում եմ։ Հիմի այս բեղերով մուժիկ են, այսա Դարտանյանիցին, այս ասած, որ թրաշով էր, էլի։ Այսի քո Անուլիկի կոկոն է, կոկոն, այն որ կսեն կարմիր խնձոր, այդ կարմիր խնձորն քրքրերա, չխասկնաս, բայց դու կսես, որ դու ամենաբարոյականն ես, կենակցելով, քրքրվածի հետ, դե այդ մարդ քրքրերա, բայց այն մարդ հեմիս շատեր կասեն էտա եռանկյունի կրծքերով, էտա 78 համարի հետույքով կանայ, կասեն թաղեմ արևդ նարկաման, աղջկան էսի խապել է, օրինակ էսի, դես, մադլ ցույց տամ էլի, ինչքան նայեմ գնայվեմ, ես որ քիշեմ էսի առաջի անգամ ճիչացել է, էսա շնորհիվ ակ ճիչացեք ու կնիկ, որ ասել է մի արա, ցավոտ է, հետո ասել է ավելի ակտիվ, խորը, ավելի խորը, հեսա այդ ջուջլապաշ կանայք, անձի կասեն այս նարկամանն շարակ ենա մեր Պարոն Փաշյանի վրա, այս էծի մորուք են, խապել Անուլիկին, մեր միամիտ առաջի տիկինը, կասեն չէ, բա, տերեմ ես վաղո, որ ասում եմ հացիս մեջ աղջկա, 10 մատս մոմի պես վառեմ չեն գնահատի,
բրիս մեջ ծված եղանեմ, հացիս մեջ աղջկա։ Բայց լավ, որպես տարբերակ, ես որպես գորոսկոպով, հորոսկոպով սովետական նեգար, հավատամ այդ տարբերակին, այն մարդ, հավատում եմ, չեմ եթեմ սպորտզալ, կաչեիցա չեմ ելնեմ, բայց հավատում եմ այդ տարբերակին, հասկցողը հասկցավ։ Անուլիկին խապել է այդ մարդը, տարերա, իվ արերա, ասելա դե գնա աղջիկ չեն։ Գալիսա, ասմա երկնքից ընգավ 3 խնձոր, հիմա ցույց ենք տալիս երկրորդ խնձորին։ Ճանաչում ես, Պարոփաշյան, էսի ով է։ Երբ որ դու խոսում ես անարատությունից, անմեղությունից եւ մաքրությունից։ Պարոփաշյան, այդ պլյուսի տնամ ստես։ Նայում ենք, բոլորս միասին նայում ենք, որտեվ շատերը լսել են, այն մարդ sense ցույց տամ էլի, այս մարդու կերպարն ընձի պեսամ տզերա։ Ամեն ձև փորձում են անջդեն, քանի որ դա մեր Պարոփաշյանի հետևի մասը, այն ճիճուն, որ պաստանի ճոնգռում ասենց, վարված է, բաժարանգած։ Ումից, բոլորից, այդ թվում նաև անձնից։ Նա դա ցույց տամ։ Սա ազգի մեծ մասը լսել է Աշոտ Կարապետյան։ Խնդրեմ ժողովուրդ, ծանոթացեք Աշոտ Կարապետյանը։ Собственной персоной։ Ուրեմն, էսա մեր Աշոտ Կարապետյանը, սա այն ոստիկանն է եղել, ում կաբինետում էտա մեր խափնված անուլիկն որոշել է ուսումնասիրի մեծ հայքի Տուրուբերան նահանգը, այտենց ասեմ, կուլտուրական ասեմ, Տուրուբերան, տանեսեմ, բենեսեմ, ғրնեցեք, անկուշտ է, Աշոտ Կարապետյանն էլ խապեց անուլիկին, աղջին այդ շուտ խոպնվող աղջիկա, մի ամիտ ես, բա, Պարոփաշյան դու այդ վաղ դոր էիր, որ Աշոտ Կարապետյանը այս հրաշք անձնավորությունը երջանկա հիշատակ չէր թողում քո կնգա բերանը պարապ մնար մեկ էլ ուղղահայաց ժպիտը վաղո ասում են բայց հետևից էլա չէ մտե մի երկու զախոտ ասում են այն մարդ հիմի Եվրոպա ենք եթեմ ուր էր այդ վաղ Պարոփաշյան նստած էիր մարտի մեկի գործով բա ու դու Պարոփաշյան խոսում ես անարատությունից, անմեղությունից, կուսակրոնությունից ու այնքան ես աչե լինելով գաղութի բոզ բարոյական ունենքնի ձուրկ, քուֆը չի էդի արդեն անուն ես տնում կաթողիկոսին, անցել ես արդեն աստվածաշնչյան կերպարներին, աստծու որդու մոր աստվածամոր հղիությունն ես կասկածի տակ դնում, մաքրությունը, անաղարտությունը Ես ամեն ինչը լարել լուրջ եմ խոսում, ու ես ամեն ինչը խոսում եմ հատուկ են բիոզանգվածի հիմար, որ գիտակցեն և հասկանան, որ ստեղ ընդհանրապես ոչ կաթողիկոսի խնդիրն է, ոչ եպիսկոպոսների, ոչ էլ արքեպիսկոպոսների։ Տվյալ անհատականությունը, այս անհատականությունը, ինչա գրած, վաճառում է պատմական հող լավ տեսարանով։ Սա պղծում է մեր բարոյական արժեհամակարգը։ Աշոտ Կարապետյան մի մոմենտ էլ ցույց տամ անցնեմ առաջ։ Մե փմփուխ երեխա, մե փմփուխ մարդ։ Կացինք։ Թե չէ ժողովուրդ կոսեն, էտա խաչաս, հմեն խաչանքսեն Աշոտ Կարապետյան, էդի վենա, ինքն էր։ Ուրեմն Այդ միջանկյալ անկյունում չասեմ, երբ որ արգադի կատաղությունը հասնում էր իր գագաթնակետին, անուլիկը ոնց էր բավարարում իր սեռական կարիքները, քանի որ ԱԱԾ նախկին աշխատակից Գառնիկ Իսագուլյանը, ես այդ նյութով կիսվել եմ, հրապարակել էր ինֆորմացիայի տեղեկատվություն, որ երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո ժողովրդի մի մասը ներխուժեց ազգային ժողով եւ կառավարական ամառանոց Կառավարական ամառանոցից, բացի Նիկոլ Փաշինյանի պրավից, որ ինքը առել էր հետո պրիզնատ եկավ, եւ առաջի տիկին կոչվածի
դուխիներից գողացել էին 19 հատ վիբրատոր։ Որը փաշան կշտանալիք էր։ Էդի կորնի կիսագուլերն ասը։ 19 հատ։ Ինչ է իրանը այդքանը։ Քո կնիկն ինչ էր անում այդքանը։ Այն ալենի պես 2-3 հատով էր կողամ։ Բարև Կարիկ, էլի եկավ հոգերս, բարև Տիգրան։ 19 հատ վիբրատոր։ Մեր ժողովրդավար վարչապետ։ Ինչ է իրանը։ Ստրազիկներով կար։ Խա։ Մազիկներով։ Կնճռոտված կար Պարոփաշյան։ Ասում Պարոփաշյանից սպեցպատվերով է զակաց տվե, որ մարդ չիմանա։ Էն էլ Ինչքան Ալեն Սիմոնյանի զակաց տված վիբրատորը մարդ չիմացավ, այնքան էլ էտա Ղրերի Անուլիկի 19 հատ վիբրատորը։ Բայց անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, ասեմ 19 հատն էլ չի եղել Աննա Հակոբյանինը։ 5 հատ եղել է Պարոփաշյանինը։ Ես չեմ ուզում ավել բերվեք ալեմին վրա։ Համի չի կայնեն վաղ ինչ։ Աման չէ կենա բժիշկի մոտ, վարչապետ մարդ է։ Չի կայնեն, կողե որը մտածի կկանի, ալեն նա խորհուրդ տվե։ Մեծերներ եկալ այդ հետ փոքրել է Պարոփաշյան։ Լավ անցանք այդ վիբրատորի թեման։ Հեսա կասեն այլանդակվող։ Հետո 44 օրյա պատերազմի ժամանակ Էտա մեր Աննա Հակոբյան կազմեց էռատոխումբ, չէ՞, ջոկատ։ Ֆորմա խակավ, որը միշտ մաքուր էր նկարների մեջ, մաքուր։ Մի հատ ցեխի կտոր մակրասերը, ճենջը եւ մակրասեր ֆորմեն։ Էռատո ջոկատով գնաց պահպանելու Արցախը։ Ինչ հայրենասիրականա չէ, հնչում վաղո։ Խնդմա։ Ինչ ես խնդեմ, դու չես տես Էռատո ջոկատը, այդ աղջիկերքից մեկն էլ ես վերջերս այն իմնեմնիմի հաղորդման ժամանակ, եթե չեմ սխալվում, եկել էր հարցազրույցի։ Ու պատմում էր Աննա Հակոբյանի արկածները, ոնց որ ասեն Շուրիկի արկածները, օպերացիա I եւ Շուրիկի մյուս արկածները։ Թե ինչ էր արել Աննա Հակոբյան։ Իմալա պարկը էտա քնելու այդ մեշոկների մեջ, քնապարկերի մեջ, ինչ էլ խուժանալու է քնապարկ։ Ինքը իր ծելոյ հետ խաղացել է ու նկարվել է, որ ինքը ընդ պոստերում է։ Աննա Հակոբյանը լավ քարկոծեց այդ աղջկան։ Բա։ Բայց հարցը դրանում մեջ չի։ 44 օրյա ժամանակ, երբ որ մեր խիզախ, առնական պուպուլիկի կարոտ Աննա Հակոբյանը մեկներ էր Արցախ, այնտեղ նա, որ ասում է Սլուժեբնի Ռաման բռնկվել է, ասում է, սենց ինքն տեսել է այս մարդուն, բան չսեմ, մե հրաշ կերպար, Սամոնա, Սամոկանա, ասում է ինքը, որ առաջ անգամ Սամոին տեսել է, Սամոն ասել է բարև ձեզ, ուզեցել է գնա, ասում է անան սկսել է հնդկական երգել, ասել է нет, не уходи, пока для тебя станцуют мои 33 сана. Սամոնից ասել է моя любовь большой как слон. Ու այն հնդկական կինոնի մեջ էլի, մտել են բունկեր ու դշ, են հիշում ես կրանտը ոնց էի բացում փագն, Պարոփաշյան, տաննանինայնինայնա, հիշես, հեսա մարդը մեկ եկը բերանք բացի վեցվեցի վրա, թաղեմը դրան էտ է, ասմա Սլուժեբնի Ռամանա, հա ունեց է Սամոյի հետ, ես Սամոյին անուն չեմ տնի էտ անունով, չէ, բան չսեմ ախպեր, կոտոկը միան առանց իրոնի, ես Սամոյին բան չսեմ, տվողին անող է պետք, ատեն շի Պարոփաշյան, էդի չի վերաբերվում, որ քեզինց ով ուզում է դու տուր, էդի ուրիշ իմաստով ասված տղամարդկանց համար, բայց քանի որ քո մոտ ոչ թե խազգանած վիճակ է, այլ արգանդի կատաղություն, հեմոֆրոդիտ ջան, հետո կրծքեր, մաշեցնում ես հեծանիվով, քո մոտ արգանդի կատաղություն է, հեմի կուզեմ խոսքնամ, այս դաստեն, որ իմ կողք թալուկ է նկարներ,
Սամոյնել խարստվին իմ աջիգարով պատասխանած քմծիծաղով այդ վաղ։ Հարստվին ասին պարոն Պապայան ճիշտ է որ բունկերում հանդիպել եք Աննա Հակոբյանի հետ Animal erotic ասեց դե լավ վերջ տվեք թեման փակեք։ Վերջ տվեք լավ սուտ են ասում շենքում են խոսում։ Այդպես բան չկա։ Վայ Սամո համեստ է մեր Պապայանը։ Համեստ է։ Այնքան համեստ է որ հակարի կամրջով եկավ անցավ ասма ադրբեջանական զինվորներն չեստ են տվել։ Բա Իրոք չէր խափում որ ասում ես կամրջով եմ եկի անց։ Դա ստույգ ինֆորմացիա է։ Այդ ամեն ինչի ֆոնի վրա, պարոն Փաշյան, դու խոսում ես անաղարտությունից, մաքրությունից եւ կուսությունից։ Քո կնգավոր մասնա կույս, կասես մի հատ ես հասկնամ։ Բայց այս նկարը ոնց նայում եմ նայվում, այսա ցույց տամ։ Հլնա ինչ լավն է։ Հլնա տնգլամուկս վաճառվում է պատմական հող լավ տեսարանով։ Պարոն Փաշյան, ոնց որ մեր հարևան Սերոժա երեխու խեռն լնես։ Այնքան նման ես, որ միշտ տատունաս մարիտար դունձի չի շիկանել դուր քո ձեռներն դողմա։ Հլնայա։ Հպարտս, մի շմոտիկացնեմ թող ժողովուրդ վախենա։ Լրիվ էլ չի բեյնա, գիտես։ Հələ թրաշը, ծերացավ մեր ձեռը։ Թաղեմ ես քե պարոն Փաշյան։ Մի օր ինձ WhatsApp-ով ջան չգրի, ես էլ քեզ պատասխան գրեի գրող։ Լավ։ Ես ուզում խոսայի մեր պարոն Փաշյանի եւ նրա երեխաների մոր մաքրությունից, անաղարտությունից։ Այդ մաքրամաքուր կերպարից, պարոն Փաշյան, ճոգես։ Հետո ինչա գուզեմ քեզ իսեմ։ Այն եթերի սկզբում ասացի, այն շռած որ շռել էի խալու վրա, էդի բերդիր ոդքասթ արա։ Վիչինայով ծվածեղ արա, ինչ կուզես արա։ Կուզես ուղի եթերով, լուրջ ակսեմ, առանց կատակ, թե իրոնիայով եմ խոսում ամոթել ինձի։ Այն գեդինը բացվի մտնեմ մեջը, որպես վաքսիվերի մեյմուն։ Համաձայն ենք մենք քոդնակլասնիկներով, պարոն Փաշյան։ Ուղի եթերը միացա, Facebook-ով չէ, Facebook-ով ամոթա, TikTok-ով։ Պապազի շռի։ Պապազի չիշիկ արա, չիշիկ։ Թուն դիցել Աննան գորավետ, ասի Նիկոլ, այդպես բաներ մի արա, դու վերջապես երկրի վարչապետ ես։ Մի չպարտանանք էլի քեզնով։ Ես էլ հետարքրեմ տնամ ստեսա հոգեբուժաններ, որտե տեղ կա ու սնունդը լավն է, դե քո կորմը պետք է տեղն լինի, որ այդ ծծայդ չմաշի։ Բալքի գասեսիոնները։ Մի անգամ էս թևանցուկ էթանք դեպի կժանոց։ Ես իմ մալ եմ պալատվեկալ, քուզերն ես գժվել եմ։ Ես էլ բուժման կուրսեր կանցնեմ, քեզ էլ կբուժեն, անդե հետարքիր է պարոն Փաշյան, համ Հիտլերն է ներկա, համ Նապոլեոնը, համ Նապոլեոնի ձի բուցեֆալը, սա հեմեն անդե են։ Ասեմ ավելին պապ թակավորն էլ անդե։ Բա, պապ թակավորն անդե է պարոն Փաշյան։ Արի եթանք ծանոթացնեմ։ Քեզ ակ սպասեն, դե կապի մեջ ադնակլասնիկով։ Չենք մորանում, մենք ենք տերը մեր երկրի, կապի մեջ։